Հրապարակ թերթը գրում է. Հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը օրերս նոր օգնական է ընդունել աշխատանքի, վերջինս 19 տարեկան է, դպրոցը նախորդ տարի է ավարտել։ Հրապարակի հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ խոսքը Անահիտ Ներկարյանի մասին է, ռեֆերենտ է, ով այս պահին ստաժիրովկա է անցնում։ Աշխատելու է 120,000 դրամ աշխատավարձով, եթե ստաժիրովկան նորմալ անցնի։ Բայց ինչի է իրենով հետաքրքրված։ Ուսանող երեխա է, առաջին կուրս է, բայց քոլեջ է ավարտել։ Հեռակա բաժնի ուսանողուհի է։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը։ Դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին, ի նշան երախտագիտության, որ դպրոցի սաները թե ապրիլյան պատերազմի, թե 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Նրանք էլ դրոշի վրա իրենց անունները գրված ուղարկել են դպրոցին։ Սակայն Փաշինյանի արցախատիաց քաղաքականության արդյունքում եւ ԿԳՄՍ-ից վերջերս դպրոցներին ուղարկած շրջաբերականից հետո դպրոցի տնօրինությունը կանգնել է ընտրության առաջ՝ կամ հեռացնել հերոսների անկյունը, դրոշը ներառյալ, կամ տնօրենը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։ Հրապարակ թերթը գրում է. Թեև ապրիլի 11-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել օրակարգում 2 հարց. հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաև ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն որոշ տեղեկություններով ԼՀԿ-ի տունը կռիվ է ընկել։ Եվ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։ Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցություններ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն։ Կարծում են, որ անդեղի ռեսուրսների վատնում է լինելու եւ ամենակարևորը, իրենց մեղադրելու են ձայներ փոշիացնելու մեջ։ Հրապարակ թերթը գրում է. Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն ակտիվ է սոցցանցերում, հիմնականում հօգուտ իշխանության, ասել էր, որ բիզնեսով է զբաղվում։ Պարզվեց, ՔՊԻ սրտիկներով շապիկներ են արտադրում։ Նա ասաց, որ միայն շապիկների լոգոները չեն, նաև անկողնային պարագաներ, սրբիչներ, մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ սրտիկներով շապիկներ։ Ասեղնագործում ենք նաև ցանկացած գաղափար ըստ պատվիրատուի ցանկության։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀԿԿՄՍ նախարարության եւ Hills սպորտային համալիր կենտրոնի միջև 2024 թվականի հուլիսի 8-ին ստորագրված հուշագրի իրականացումն արդեն հարցեր է առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսում է պետական միջոցներով կառուցված մարզահամալիրների հետագա կառավարումը մասնավոր ընկերության կողմից։ Ժողովուրդ օրաթերթի հարցմանի պատասխան ԿԿՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիրների կառուցում Մարտունիում, Եղեգնաձորում եւ Արտաշատում։ Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկային փուլում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել 3 մարզահամալիր, որոնց նախագծային փաստաթղթերը պետք է տրամադրի մասնավոր ընկերությունը։ Կահավորման ծախսերի շուրջ 80%-ը նույնպես վճարում է պետությունը, սակայն ավարտից հետո համալիրների կառավարումը փոխանցելու է Hills սպորտային համալիր ընկերությանը, որը պատկանում է Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի եղբոր։ Իրավունք թերթը գրում է. ԿՊ մարզային կառույցի ղեկավարներն այս օրերին զբաղված են ոչ թե իրենց կողմ մարդիկ հավաքագրելու գործով, այլ ճիշտ հակառակը։ Ըստ լավատեղյակ աղբյուրների մարզային ԿՊ-ականները այս օրերին խամ մարդիկ են ուղարկում ընդդիմադիրների շտաբներ հասկանալու, թե ով է տեղում, ով է կոռուպցիա անում ցուցակները, ով է քարոզարշավի պատասխանատու։ Այս տեղեկությունները հավաքագրելը տեղի մարզային ԿՊ-ականներին հանձնարարվել է մարզպետարանից։ Իրավունք թերթը գրում է. Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց նախընտրական շրջագայությունները Երևանում, Երևանի բնակիչների տրամադրությունները շոշափելու համար սկանդալները դարձել են անպակաս։ Վերջին նման շրջայցը հանգեցրեց եկեղեցու պատմությանը, որի արդյունքում Հայաստանն ունեցավ անչափահաս քաղբանտարկյալ, դրանից առաջ մետրոյի պատմություններ։ Հետո պարզվեց, որ Փաշինյանի հաթաթաների զոհն էր դարձել Արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մոսինյանի դուստրը Արմինե Մոսինյանը։ Դեպքից անցել է շաբաթներ, սակայն Մոսինյաններից որևէ մեկը այլևս չի արձագանքում թեմային։ Իրավունքը փորձել է կապի դուրս գալ Արմինե Մոսինյանի հետ, սակայն նրան մոտ կանգնած արցախցիները նշեցին, որ ապարդյուն է, քանի որ Արմինեի ընտանիքում այդ միջադեպը բավական տհաճ խոսակցությունների առիթ է դարձել։
Խոսքը զրույցի է վերածվել այդ միջադեպը ընտանիքում։ Փաշինյանը կարողանում է մարդկանց տունը կռիվ գցել։ Դրանում նրան հասնող չկա, ասաց աղբյուրը։